Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօրվա հաղորդումը մեր կարծում եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր հաղորդում է լինելու։ Մի շարք կարեւոր հետաքրքիր հարցեր ենք քննարկելու։ Դրա համար կոչ եմ անում բոլորին, ովքեր որ դրա հնարավորությունը ունեն, իհարկե անպայման լայքեն եւ եթե չեն բաժանորդագրվել, նաեւ բաժանորդագրվեն մեր ալիքին։ Նախապես շնորհակալ եմ բոլոր լայքերի, բաժանորդագրությունների եւ բոլոր նրանց, ովքեր որ վաղուց բաժանորդագրված են արդեն մեր ալիքին։ Քննարկման թեմաները հիմնականում Հական Ֆիդանի հայտարարություններն են Հայաստանի մասին, Թուրքիայի արտգործնախարարի, ազգային ժողովի նախագահի հայտարարությունները, մնացածը հիմնական կարևոր հարցը վերաբերվում է Ուկրաինային, երեք մենք հետաքրքիր շատ վերլուծություն ունեցանք, ու այսօր արդեն կապ կհաստատենք այդ մեր երեկվա վերլուծության հետ, ավելի շատ համոզվելու, որ Ուկրաինայի շուրջ ինչ-որ գաղտնի բանակցություններ են տեղի ունենում, այսինքն ավելի շատ տեղեկություններ են հիմա հասանելի եւ մենք շատ ճիշտ էինք մեր պնդումների մեջ, ամենայն դեպս այս պահի դրությամբ իրավիճակը հենց դա է ցուցադրում, հերթով կանդրադառնանք այդ հարցին, կփորձեմ հիմնավորել իմ մտքերը, բայց սկսենք Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարության կարևոր կետերից Հայաստանի վերաբերյալ։ Նրա խոսքերով Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ եւ նպատակասլաց դիրքորոշում։ Եվ մենք անկեղծորեն առաջ ենք մղում համատեղ աշխատանքը, ասում է Հական Ֆիդանը, բայց նա նաեւ ասում է այն, որ եթե հիմա իրենք կարգավորեն հարաբերությունները Հայաստանի հետ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, ապա կարող է եւ հակամարտությունը սառեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այսինքն չկնքվի խաղաղության պայմանագիր։ Դրա համար, ըստ Հական Ֆիդանի, Թուրքիան չի գնում սահմանների բացմանը, հարաբերությունների հաստատմանը, այսինքն լիարժեք հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, սակայն տեսնում է Հայաստանի դիրքորոշումը, այն էլ տեսնում է հստակ, որ օգոստոսի 8-ից հետո եւ օգոստոսի 8-ից հետո ասում է, որ տեսնում է դրա հնարավորությունը, տեսնում է Հայաստանի անկեղծ մղումները կարգավորել հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց կրկնեմ, նա ասում է, որ նման կարգավորում տեղի չի ունենա, մինչեւ Հայաստանը չկարգավորի հարաբերություններ Ադրբեջանի հետ, չկրկնի լիարժեք խաղաղության պայմանագիր։ Ինչու է անում այս հայտարարությունը Թուրքիայի արտգործնախարարը, նա նաև հիշում է, որ առանձնաշնորհյալ հատուկ հարաբերություններ ունի Թուրքիան Ադրբեջանի հետ եւ հստակ հասկանում է, որ Ադրբեջանը իրենց համար շատ անհամեմատելի կարևոր է, դրա համար իրենք հաշվի կառնեն Ադրբեջանի դիրքորոշումը եւ այստեղ հստակ է կարծես Ադրբեջանի դիրքորոշումը, որը որ լուրջ խոչընդոտներ է ստեղծում հարաբերությունների կարգավորման համար։ Ինչի այս ամենը հիմա ասում Թուրքիայի ազգային ժողովի նախագահը, նաեւ Հական Ֆիդանը, չնայած Թուրքիայի ազգային ժողովի նախագահի հայտարարությանը մենք չանդրադարձանք, նա էլ ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն որոշիչ փուլ են մտնում հարաբերությունների կարգավորման համար, ու նա հույս է հայտնում, որ երբ որ հաստատվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարավային Կովկասում կհաստատվի կայուն խաղաղություն։ Այս հայտարարությունների մասին է խոսքը, ինչու են հիմա արվում այդ հայտարարությունները։ Մի կողմից կարծես շատ պոզիտիվ հայտարարություններ են, դե Թուրքիան գիտե ինչ ձև վարի դիվանագիտություն, նրանք դիվանագիտության վարպետներ են, բայց սա կարծես պատասխան է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի այցին Հայաստան, գիտեք նա նաև հանդիպում ունեցավ Ռուբեն Ռուբինյանի հետ, Հայաստանի վարչապետի հետ, արտգործնախարարի հետ, էլի մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Հիմնական թեմաներից մեկը նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր, սիրելի հայրենակիցներ, դուք էլ տեսաք, կանատես եղաք եւ հիմա շատ լավ Թուրքիան հասկանում է, որ ճնշումներ են լինելու նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրենց վրա եւ Թուրքիայից պահանջելու են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Դրա համար արդեն նախորոք այսպիսի հայտարարություններ են հնչում Թուրքիայից, որ մենք տեսնում ենք այդ պոզիտիվ քայլերը Հայաստանի կողմից,
Շատ լավ է, ողջավորված ենք, մենք էլ ենք ուզում խաղաղություն, դա են ասում թուրքերը, պաշտոնապես։ Բայց կներեք, մենք չենք գնա այդ քայլին հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դեռևս խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Իսկ ինչի չի ստորագրվել, գիտեք, թե ինչ պահանջները հիմա այս պահին պաշտոնապես ինչ պայմաններ առաջ քաշում Ադրբեջանը։ Կարծում եմ պարզ է սա սիրելի հայրենակիցներ, բայց ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են եւ հնարավորություն ունեն ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, արագացնելու այդ գործընթացը եւ մենք պետք է որ տեսնենք կամաց Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն։ Ճիշտ է, Թուրքիան փոքրիկ շարքային թույլ պետություն չէ։ Թուրքերը պնդելու են իրենց դիրքորոշման մասով եւ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունները հիմա չկարգավորեն Հայաստանի հետ Ադրբեջանի պահանջով, բայց տեսնենք, դա մեծ խոչընդոտ է իրականում նաեւ թրիփի իրագործման համար։ Կարծես առաջին հայացքից որևէ խնդիր չկա, տրանսպորտային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն այս թրիփի, բայց այնուամենայնիվ ես համոզված եմ, թե Հայաստանի իշխանությունները եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները չկարգավորված հարաբերությունների մեջ Թուրքիայի հետ տեսնում են մեծ խոչընդոտ այդ ծրագրի համար եւ այդ չկարգավորված հարաբերությունները նաեւ մեզ հուշում են մեկ շատ պարզ ճշմարտություն Թուրքիայի այդքան էլ սրտով չէ, այդքան էլ Թուրքիայի սրտով չէ թրիփ նախագիծը, քանի որ այն լրիվ ընկնում է ամերիկյան ազդեցության տակ, իսկ նրանք ցանկանում էին, որ թուրք-ադրբեջանա-ռուսական ազդեցության տակ լինի այդ ծրագիրը եւ դա իրենց համար խնդիրներ է ստեղծում։ Այսինքն, եթե ռուսների ազդեցության տակ ընկներ այդ ծրագիրը թուրք-ադրբեջանա-ռուսական, իրենց շատ հեշտ կլիներ մի քանի տարուց ռուսներին դուրս մղել այդ ծրագրից, ինչպես որ դա արեցին Սիրիայում եւ այլ տեղերում, բայց դա այս պահին չաշխատեց իրենց մոտ։ Հայաստանին վերաբերող հարցերի շարքում կարծում եմ կարելի է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի այցին, պաշտոնական այցին Վրաստան, այն նոր է սկսվում, հետևենք թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, ինչպիսի հայտարարություններ կլինեն, բայց շատ լավ է, միանշանակ շատ դրական է, որ ինտենսիվ ձևով զարգանում են հայ-վրացական հարաբերությունները։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնեմ միջազգային կարևոր իրադարձություններին, իսկ այստեղ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Երեք խոսում էինք այն մասին, որ Թուրքիա է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դրանից առաջ մեծ հավաքներ, ժողովներ էին տեղի ունենում Կիևում, տարբեր նախարարներ հրաժարական տվեցին, կոռուպցիոն սկանդալներ կային, պատգամավորների հետ հանդիպում եղավ Զելենսկու եւ դա միայն երևացող մասն էր այն ամենի, ինչ տեղի է ունենում։ Երեք էլ կարծիք եմ հայտնել, որ Պոկրովսկի շուրջ ինչ որ մութ գործընթացներ են տեղի ունենում եւ այսօր ավելի եմ համոզվում իմ խոսքերի մեջ, փաստացի Վիտկոֆի հետ հանդիպումը չեղարկվել է, Ստիվ Վիտկոֆը, Թրամփի հատուկ բանագնացը, չի ժամանելու Թուրքիա եւ չի հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նրա փոխարեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի հրամանատարն է հանդիպելու Զելենսկի եւ Զելենսկիի ղեկավարած պատվիրակության հետ, այդտեղ կան պատգամավորներ, զինվորականներ, նաեւ եվրոպական երկրներից էլի մեկ ամերիկյան հրամանատար է գալիս այդ հանդիպմանը։ Թե ինչ գործ ունեն ռազմական բարձրաստիճան գործիչները հանդիպելու Զելենսկիի հետ եւ ինչ ունեն քննարկելու, կարահեք ինքներդ։ Այս փաստերի մասին մենք տեղեկանում ենք օրինակի համար Պոլիտիկոյի նման հեղինակավոր պարբերականից։ Ճիշտ է, Էրդողանի հետ նույնպես հանդիպում նախատեսված է։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ Axios-ը, ոչ պակաս հեղինակավոր լրատվամիջոց տեղեկացնում է, որ Թրամփը եւ Թրամփի վարչակազմը 28 կետանոց ծրագիր է կազմել Ուկրաինայի պատերազմի ավարտի նպատակով գաղտնիաբար բանակցելով Ռուսաստանի Դաշնության հետ։
Ծրագրի վրա հոկտեմբերի վերջ Մայամիում աշխատել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկոֆը եւ Ռուսաստանի Դաշնության բանագնաց Կիրիլ Դիմիտրևը։ Եթե այս աղբյուրը ճիշտ է, իսկ ես կարծում եմ, որ ճիշտ է, քանի որ այն ամենը ինչ տեղի ունենում, կրկնեմ, հիմա Ուկրաինայի շուրջ մեզ հուշում է, որ դա ճիշտ է, ապա գաղտնի բանակցություններ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջև եւ Պոկրովսկի շուրջ տեղի ունեցողը հենց դրա վկայությունն է։ Ուկրաինայում տեղի ունեցածը նույնպես, ինչպես արդեն նշեցի, մի քանի նախարարների հետ կապված պատմությունը, կարծում եմ դրա մաս կարող է կազմել, եւ հիմա արդեն Զելենսկիի այցը Թուրքիա եւ հանդիպումը ամերիկյան շատ բարձրաստիճան զինվորականների հետ։ Նաեւ կա տեղեկություն, որ եվրոպացի գործընկերներին նույնպես տեղյակ են պահել մոտավոր թե ինչ սցենար կարող է ունենա ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։ Չնայած որ այսօր Պեսկովը կարծես թե դա հերքել է, այսինքն ասել է, որ Ալյասկայից հետո ոչ մի լուրջ բանակցություններ չեն վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց ես անկեղծ ասած չեմ հավատում Պեսկովի խոսքերին եւ կարծում եմ, որ ինչ-որ մի բան տեղի ունենում, բայց զուգահեռաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ ճնշումը ուժեղացնում է Ռուսաստանի Դաշնության վրա։ Գիտեք, պատժամիջոցների մասին, դրա մասին եւս խոսել ենք եւ հիմա փորձենք տրամաբանական կապել այդ ամենը, որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, որ մեր ասածը տրամաբանական է։ Այսինքն մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ ճնշում են գործադրում Ռուսաստանի Դաշնության վրա, մյուս կողմից գաղտնի բանակցություններ են վարում, որպեսզի եթե ինչ որ մի բան շատ վատ ընթանա, Ռուսաստանը հասկանա, որ ահա այսպիսի լուրջ պատժամիջոցներ կարող է սպասվեն Ռուսաստանին եւ խոսքը կոնկրետ այն մասին է, որ բոլոր երկրներին արգելվելու է Ռուսաստանի Դաշնության հետ առևտուր անելը։ Այսինքն հասարակ առևտուրը նույնպես կարող է պատժամիջոցների տակ գցել յուրաքանչյուր մի երկրի։ Նավթի գազի մասով դուք արդեն տեղեկացաք ամենավերջին պատժամիջոցների մասին, որոնք որ շատ ծանր հարված էին Ռուսաստանին, եւ բնականաբար դա եւս շատ տրամաբանական է բանակցությունների ընթացքում, քանի որ բանակցությունները կարող են լավ արդյունք տալ, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը օրինակ տեսնի, թե ինչ կարող է կորցնել, եթե չհամաձայնվի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկների հետ։ Ահա ես այսպես եմ տեսնում, սիրելի հայրենակիցներ, այս ամենը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բոլորս միասին ականատես կլինենք, բայց ինչ որ մի բան Ուկրաինայի շուրջ միանշանակ կատարվում է, ինչ որ մի բան Ուկրաինայի շուրջ միանշանակ տեղի է ունենում։ Եվ դա իմ պատկերացմամբ իրոք գաղտնի բանակցություններն են Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։ Դա չի նշանակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ զիջումների է գնում ուկրաինացիների հաշվին, կամ հակառակը կարծում եմ, որ Ռուսաստանի ուզածը Դոնբասն է եւ կարող է տան հնարավորություն ռուսներին ամբողջովին գրավել Դոնբասը եւ հետո կամաց-կամաց արդեն ավարտին հասցնեն ռուս-ուկրաինական պատերազմը։ Համենայն դեպս Ամերիկայի Միացյալ Նահանգները ահա այդ ցանկությունը ունի, իսկ Ռուսաստանի ախորժակը դեռևս անփոփոխ է։ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է գրավել ամբողջ Ուկրաինան եւ նշանակել այնպիսի իշխանություն, որը որ իրեն ենթարկված իշխանություն լինի եւ Ուկրաինան կորցնի իր անկախությունը։ Իրանի մասով Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել, Իրանը շատ է ցանկանում գործարք կնքել, այս Դոնալդ Թրամփի բանակցություններ ենք վարում, նա ասում է սկսել ենք գործընթաց ու ասում է, որ ես լիովին բաց եմ քննարկումների համար։ Հետաքրքիր իրադարձություններ են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունենում այդ Էփշտեյնի ֆայլերի հետ կապված եւ այս ամենին զուգահեռ կարող է նաև հարված տեղի ունենալ Վենեսուելային պատերազմական գործողություններ, որպեսզի այդ ներքաղաքական խառը իրավիճակը ինչ որ մի բանով ծածկվի։ Այսքանը այդ մասով ուղղակի նաև կարելի ավելացնել Մերձավոր Արևելքից, որ այնտեղ եւս խաղաղ չէ, Իսրայելը հարձակում է գործել Համասի վրա, Համաս տերորիստական խմբավորման վրա, նրանց վերապատրաստվող զինվորականների
վրա եւ այդ հարձակման ընթացքում 10 հոգի Համասից զոհվել է, այսինքն այնտեղ եւս շատ խառը իրավիճակ է, գիտեք նաեւ Լիբանանի շուրջ ամեն ինչ հանգիչ չէ եւ կարող է այնտեղ եւս ինչ որ մի նոր օջախ բռնկել։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։